որ սա դիվանագիտական կապիտուլյացիա է։ Մենք 3 этаպով պարտություն ունենք։ Համաձայնագիրը ըստ էության Ադրբեջանը երբեք որևէ մտադրություն չի ունեցել ստորագրելու, ստորագրվելու այն ժամանակ, երբ որ գետնի վրա արդեն ցանկությունների մակարդակով էլ որևէ բան չկա ստանալու։ Անձանց այդպիսի ցուցակ արդեն փոխանցվել է հայկական կողմից։ Եթե գոյություն ունի այդպիսի ցուցակ, ապա այդ ցուցակը ովքեր են գլխավորում։ Բնականաբար գլխավորում են 3-րդ նախագահը, 2-րդ նախագահը։ Եթե այդպիսի ցուցակ ներկայացվի այս իշխանություններին, ապա այս իշխանությունները ամեն ինչ կանեն, որ այդ ցուցակում հայտնված անձինք եւս հայտնվեն Բաքվում։ Ռիսկի գնում է Փաշինյանը ըստ էության ինչ-որ առումով։ Ռիսկի գնում է, որովհետեւ ինքը այլընտրանք չունի։ Փաշինյանը ունի մեկ խնդիր։ Սեփական անձի գոյության խնդիրը, թե քաղաքական, թե բառից բուն իմաստով։ Եվ չեք բացառում, որ շրջադարձ կկատարի նույն էգզիստենցիալ իր գոյությունը փրկելու համար դեպի Մոսկվա։ Տեսեք, դա փորձը կատարվում է, որ Մեծ Բրիտանիա, Թուրքիա, այս տանդեմը, ըստ Նիկոլ Փաշինյանի, այս տանդեմը իր քաղաքական եւ էգզիստենցիալ առումով իր գոյության երաշխավորներն են լինելու։ Չեմ զարմանա, որ ինչ որ մի պահ էլ օրինակ պահանջ դրվի, որ մենք սահմանադրությունը փոխելու ժամանակ պետք է փոխենք նաև մեր երկրի անվանումը։ Բաքուն ու Երևանը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է։ Բանակցություններն ավարտված են, Երևանը հայտարարեց, որ պատրաստ են ստորագրման։ Մյուս կողմից Ադրբեջանը խոսում է Հայաստանի սահմանադրության փոփոխության մասին։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր Հայաստանի ամենամոտ ապագան այս եւ աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո։ Պեկ նախկին նախագահ Դավիթ Անանյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Եվ այսպես պարոն Անանյան, խաղաղության պայմանագրի մասին թերևս չենք կարող այս թեման շրջանցել կամ համաձայնագրի ինչպես կոչում են։ Նախ արդյոք կստորագրվի, բոլորին հետաքրքրող հարցն է սա ձեր կարծիքով։ Սա նշանակում է, որ Երևանը զիջել է, ասում ենք այն երկու կետը, եւ ընդհանրապես պայմանագրի, որտեղ Բաքվից երեք հնչեց միտող մինչև այդ ամեն ինչը, որ հեղինակը մենք ենք պայմանագրի։ Դա հայկական լրատվական դաշտում մի քիչ բաց թողեցին այդ միտքը, ասացին մենք ենք հեղինակ։ Ընդհանրապես ինչ է նշանակում։ Երեք վերլուծական քաղաքական դաշտում բնորոշումների պակաս գրեթե չկար։ Դիվանագիտական կապիտուլյացիայից մինչև չգիտեմ ինչ, ձեր կարծիքով դուք ինչպես կկոչեիք սա։ Դե կարծեմ ամենալակոնիկն ու ամենաճշգրիտ բնորոշումը տվել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ սա դիվանագիտական կապիտուլյացիա է։ Կիսում եք լիարժեք։ Հա, լիարժեք կիսում եմ ու ընդ որում եթե մենք վերցնենք գործընթացը դիվանագիտություն եւ պատերազմ, չէ՞, այդ գործընթացների շարունակականություն կա ընդհանրապես։ Պատերազմ կամ ռազմական գործողությունները սկսում են այն պահից, երբ որ դիվանագիտությունը պարտվում է։ Եվ հետագայում էլ դիվանագիտությունը վերսկսում է իր աշխատանքը, որպեսզի սրբագրի պատերազմի կամ ռազմական գործողությունների արդյունքները, եւ շատ դեպքերում, ինչպես որ տեղի ունեցավ հենց երեկվա արդեն փաստով կարող ենք փաստել, որ տեղի ունեցել նաեւ դիվանագիտական ձախողում։ Այսինքն պարտությունից հետո։ Այսինքն մենք 3 этаպով պարտություն ունենք։ Դիվանագիտական պարտություն ըստ էության ամենասկզբում, քանի որ պատերազմի եւ ռազմական գործողությունների հանգեցրեց, եւ պատերազմում պարտություն եւ այժմ դիվանագիտական հետ պատերազմյա դիվանագիտական այս ժամանակահատվածի եւ գործընթացների արդյունքում դե ֆակտո կապիտուլյացիա։ Երաստիճան կապիտուլյացիա դուրս եկավ։ Այո։ Եվ սա արդեն սա ըստ էության 5 տարվա գործընթաց։ Ներողություն, մի քիչ ավելի երկար, որովհետեւ միջև պատերազմյան այդ ժամանակաշրջանում մենք մեր գործողություններով, այսինքն իշխող ուժը իր գործողություններով բերեց պատերազմում պարտության եւ պատերազմից հետո տեղի ունեցող բոլոր դիվանագիտական գործընթացներում ըստ էության ձախողում, որը բերեց վերջնական կապիտուլյացիայի։ Ադրբեջանը ստորագրման մասին ոչինչ չասաց ի տարբերություն մեզ։ Նախ դա արդեն կարևոր է թե կարևոր չի ստորագրի թե չի ստորագրի եւ անմիջապես ստորակետից հետո իրանք ասում են ինչ լավ է եւ այլն ու անմիջապես Բայրամով Ալիև սահմանադրություն նորից հիշեցին տարածքային պահանջներ դրանից մեկ օր առաջ էլ Փաշինյանն ասել էր, որ սահմանադրության այն տեքստը մեր որ պետք է ունենանք ունենալ է տարածաշրջանային նշանակություն։ Ես մինչ այժմ կարող է անգրագետ եմ այդ առումով իմացել եմ, որ սահմանադրությունը տարածաշրջանի համար չէ, սահմանադրությունը տվյալ պետության համար է։
ինչ կար սրա տակ եւ ինչպես հիմա Փաշինյանը այս ամեն ինչից հետո պետք է համոզի, որ Բաքվի պահանջով չէ։ Եվ արդյոք այդ սահմանությունը նախապայմաններից մեկն է, սա ինչ է։ Եկեք դերևս փոփեմ ձեզ, որովհետև ես էլ եմ ձեր նման մտածում, այսինքն դուք միայնակ չեք գրագիտության առումով ձեր վերապահումը սեփական անձի նկատմամբ, կիսում եմ ես նաև իմ անձի նկատմամբ, հետեւաբար ես էլ եմ համարում, որ մենք երևի բան չենք հասկանում, որ տարածաշրջանային նշանակություն չի կարող ունենալ երկրի մայր փաստաթուղթը, որ ըստ էության երկրի ժողովրդի կամ արտահայտությունն է, եթե մենք վերցնենք դասական քաղաքագիտական եւ ընդհանրապես երկրի անձնագրավորման գործընթացների հենց ակունքներից ելնելով։ Հետևաբար ինչ ասել է տարածաշրջանային սահմանությունը։ Դե դա անհեթեթություն է, եկեք դրա վրա ժամանակ չծախսենք, վերադառնանք ձեր տեսեք, պայմանագիրը կամ այդ համաձայնագիրը ըստ էության Ադրբեջանը երբեք որևէ մտադրություն չի ունեցել ստորագրելու եւ դա ստորագրելու հետ կապված իր քաղաքական առաջնահերթությունների կամ օրակարգերում ինքը բացակայում է այս դեպքում։ Պայմանագիրը ինքը մի, այսպես ասած, պատկերավոր ասած դամոկլեսյան թուր է կախված Հայաստանի գլխին ու զուտ տրամաբանական առումով եկեք այսպես մի դատողություն անենք։ Ցանկացած պայմանագիր կամ համաձայնագիր կողմերը եթե ստորագրում են իրենց իրավունքների որոշակի սահմանափակումները դա ենթադրում եւ պարտականությունների սահմանում։ Դուք պատկերացրեք մի իրավիճակում, երբ որ Ադրբեջանը ըստ էության ստանում է այն, ինչ ուզում է, ինչ այսպես ասած շահ կամ ինչպիսի բան ունի ինքը մոտիվացիա ունի ստորագրելու այդպիսի պայմանագիր։ Այդպիսի պայմանագիրը ինքը դրա շուրջ բանակցությունները եւ ամեն կետի շուրջ դիմացի կողմին նվաստացնելը եւ նվաստացուցիչ իրենց ցանկությունները դիմացինի կողմի վզին փաթաթել եւ դա անցկացնելը, սա մի գործընթաց է դիվանագիտական, խիստ ճշգրիտ հաշվարկված դիվանագիտական, որը որ չի ենթադրում պայմանագրի ստորագրում։ Պայմանագիրը ստորագրվելու է, եթե այդպիսի ինչ որ ժամանակ կգա, անգամ այն պայմանագիրը թե Փաշինյանը 3 լրագրողին ասաց որ հավասարազոր է, այսինքն հավասար զիջումներով է, բայց ասում եմ որ իրականում այդպես չէ, անգամ իրենց համար այդքան լավ պայմանագիր է, ճիշտ եմ հասկանում։ Գիտեք, պայմանագիրը ցանկացած պայմանագիր, որը կստորագրվի հիմա Ադրբեջանի ու Հայաստանի միջև, Ադրբեջանի համար ցանկալի չէ, որովհետև ինքը իր գործողությունների եւ ցանկությունների որոշակի սահմանափակումներ է ենթադրում։ Նույնիսկ եթե ինքը հասել է իր բոլոր կետերին, 15 կետ, 17 կետ, կարող է 17-ը հետո դառնա 19 կետ, չգիտեմ, հետագայում այդ քննարկումները ինչի կբերեն։ Բայց այդ պայմանագիրը, եթե օրինակ կարծենք, ասենք, այդպիսի մի կանխավարկած ունենանք, որ ստորագրվելու է այն ժամանակ, երբ որ գետնի վրա արդեն ցանկությունների մակարդակով էլ որևէ բան չկա ստանալու։ Սահմանադրությունը համաձայնել են։ Այո, որտեվ տեսեք, դուք ինքներդ ասեցիք, շատ ճիշտ ձևով, ճշգրիտ ձևակերպեցիք, պայմանագիրը ասում է, այո, համաձայնեցվել է, բայց պետք է սա արվի, սահմանադրություն փոխվի եւ այլն, եւ ամենակարևորը, տեսեք, ամեն մի ցանկությանը հաջորդում է մեկ այլ ցանկություն։ Պատերազմի բաների, այսպես կոչված հանցագործների հանձնելը։ Գիտեք, եթե միտքը հնչում է առաջին անգամ, դա կարող է համարել պատահականություն։ Եթե հաստատվում է երկրորդ անգամ, այդտեղ որևէ օրինաչափություն այս փորձում տեսնես, բայց եթե երրորդ անգամ նույն միտքը հնչում, արդեն պետք է հասկանաս, որ նույնիսկ խոսքը գնում է արդեն պատրաստի ցուցակի մասին։ Ես չեմ էլ կասկածում եւ այդպիսի ենթադրություններ ունեմ, որ այդ անձանց այդպիսի ցուցակ արդեն փոխանցվել է հայկական կողմին։ Մենք կարող ենք այսպիսի կանխավարկած ունենալ։ Փոխանցվել է, բայց սահմանադրությունը հասկացանք, սա դու սահմանությունը չհասկացանք իհարկե, որովհետև դա ըստ էության երրորդ հանրապետության քանդում է, սխալ ասացիք հասկացանք, բայց այս դեպքում էլ սա արդեն ուրիշ կատեգորիա է, սրանք էլ կամ ինչպես կվարվեն այս բանը։ Գիտեք, չեմ զարմանա, եթե մենք պարզա չէ, որ եթե գոյություն ունի այդպիսի ցուցակ, ապա այդ ցուցակը ովքեր են գլխավորում։ Բնականաբար գլխավորում են երրորդ նախագահը, երկրորդ նախագահը։ Առաջի տեղում, չէ՞։ Իհարկե։ Գիտեք, եթե մենք վերցնենք քաղաքագիտական առումով ասենք, որ այդ ցուցակը կամ դրա լինելիությունը կամ այդպիսի պատրանքը կամ այդպիսի կանխավարկածը, դրանք կարող են շատ լավ տրիգեր հանդիսանալ, թեկուզ երկրորդ եւ երրորդ նախագահի համար իրենց էգզիստենցիալ բաներից ելնելով մի քիչ ավելի գործուն միջամտություն ունենալ երկրի ներքաղաքական կյանքի վրա։ Այստեղ եկեք համարենք, որ մենք շարքային քաղաքացիներս
ունենք որոշակի ակնկալիք թե երկրորդ, թե երրորդ նախագահից եւ ընդհանրապես այդ ցուցակում որևէ անձի, եթե այդպիսի ցուցակ կա կամ այդպիսի ցուցակը կարելի է բնորոշել թե ովքեր կարող են լինել, ես կարծում եմ, որ այդ ցուցակի գոյությունը կամ այդպիսի վախը կամ այդպիսի կանխավարկածը կարող է նաեւ ներքին մոտիվացիա առաջացնել եւ տրիգերի ֆունկցիա անել։ Սա հարցի այլ կողմն է։ Հիմա վերադառնանք ձեր հարցին, ես կարծում եմ, որ եթե այդպիսի ցուցակ ներկայացվի այս իշխանություններին, ապա այս իշխանությունները ամեն ինչ կանեն, որ այդ ցուցակում հայտնված անձինք եւս հայտնվեն Բաքվում։ Ես չեմ բացառում դա։ Հաշվի առնելով նախընթացը։ Ուղղակի պետք է իրենք, կարծում եմ, իրանք պետք է ծանրութեթև անեն այդ դեպքում, այսինքն այդպիսի ցանկությունն իրագործելու հետ կապված ներքաղաքական կամ երկրում, ասենք, ինչպիսի ալեկոծումներ կլինեն, թե չէ։ Կլինեն թե չէ, ինչպիսին կլինեն, իրենք խնդիրներ կունենան, չեն ունենա, իրենց իշխանությանը դա հարված կհասցնի, թե չի հասցնի։ Այստեղ շատ հետաքրքիր բաներ են բացահայտվելու։ Նույնիսկ մեր հավաքական կամքի եւ հավաքական ինքնագիտակցության առումով մենք փորձության ենք ենթարկվելու, մեզ ինքներս ենթարկելու։ Մենք պատրաստ ենք այդպիսի օրակարգեր եւս քննարկենք։ Մենք պատրաստվում ենք այդ ցուցակում հայտնված անձանց հանձնել։ Այստեղ արդեն հանրությունն էլ, հասարակությունն էլ պետք է արդեն նախկիններ ներկաների այդ ձանձրալի ու արդեն ժամանակավրեպ այդ այդպես ասած պատրանքային բանից դուրս գա եւ ասի օրինակ մենք երկրորդ եւ երրորդ նախագահային Ադրբեջանին հանձնելը համարում ենք ինչ։ Այստեղ ներքաղաքական, ներհասարակական, այստեղ մի մեծ երկխոսություն կա, որին որ մենք պետք է ենթարկվենք։ Անկախ նրանից ինչպիսի վերաբերմունք ունես երկրորդ եւ երրորդ նախագահի հանդեպ։ Անկախ նրանից, այսինքն քաղաքական առումով իրենց անցած ճանապարհի, իրենց թերությունների, երկրի տնտեսական, սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացման առումով իրենց դերակատարումների առումով ինչպիսի բան ունես, սա արդեն ուրիշ բան է։ Կներեք, հենց սա կլինի ձեր ասած տրիգերը, իսկ այն մեր նախորդ քննարկածները նույն խաղաղության, այս պայմանագիրի իր մեջ կետերով հաջորդ պահանջներ եւ այլն, սրանք չեն լինի։ Չէ, բոլորն էլ ունեն որոշակի պոտենցիալ տրիգեր դառնալու։ Ռիսկի գնում է Փաշինյանը ըստեյության ինչ-որ առումով։ Ռիսկի գնում է, որովհետեւ ինքը այլընտրանք չունի։ Այլընտրանք չունի։ Դուք տեսեք մի իշխանության մի պարագլուխ, որ սպառել է իր բոլոր խոսելիքներն ու խոսույթները։ Ինքը չունի այլ խոսելու, այլ բան ասելու, ինչ որ բան գործելու, աշխարհակաղակական հարաբերություններում, միջազգային փոխհարաբերություններում ընկալելիության հետ կապված, այսինքն ինքը սպառել է իրեն ամեն ձև։ 3 ժամ ու կես ձեր կարծիքով փորձում էր ավելի ընկալելի դառնալ Թուրքիային, ասուլիսը նկատում եմ թուրքական լրատվամիջոցին։ Վստահ եմ հետևել եք, ինչ եք հասկացել, ինչ մեսիջներ կային այդտեղ։ Առաջին այսպես շատ բարեկամ երկրի լրատվամիջոցներին տրված ինտերվյու է շատ նման ուրախ, չգիտեմ, եկեք այսպես ասենք, Նիկոլ Փաշինյանը ունի մեկ խնդիր։ Սեփական անձի գոյության խնդիրը, թե քաղաքական, թե բառից բուն իմաստով։ Թե ֆիզիկական, թե քաղաքական։ Քաղաքական առումով դե բոլորս հասկանում ենք, որ ինքը դա մի մեծ խնդիր է եւ դառնում է նաեւ հիմնախնդիր մեր բոլորիս համար, իսկ էգզիստենցիալ առումով, ֆիզիկական գոյության առումով կարծում եմ, որ ինքը իր ֆիզիկական գոյությունը կապում է իր իշխանություն ունենալ չունենալու հետ։ Հիմա Եվրոպայից հույսը կտրել է, Ռուսաստան չի գնում, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Ում հետ է կապում։ Դե դուք իմ ասելիքը վերցրեցիք։ Հիմա տեսեք, ինքը սխալ հաշվարկներ է կատարել։ Օրինակ Ամերիկայի նախագահի ընտրությունների ժամանակ ամբողջ այստեղի իշխանությունը, քաղաքական իշխանությունը սխալ ճակերտավոր ասած խաղադրույք է կատարել դեմոկրատների, դեմոկրատական ադմինիստրացիայի եւ դեմոկրատների վրա։ Եվ այդ առումով հանրապետական այսօրվա ադմինիստրացիան, նախագահը եւ փոխնախագահը իրենք հստակ նաեւ մեսիջներ են ուղարկել, որ դուք սխալ խաղադրույք եք կատարած եղել ու մենք գիտենք, հետեւաբար դուք այստեղ անելիք չունեք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսօրվա իշխանությունները ընկալված չեն։ Եվ եթե դուք վերցնեք քաղաքագետների հետ ավելի շատ, ես մասնագիտությամբ քաղաքագետ չեմ, հետեւաբար որոշակի ինֆորմացիոն առումով կարող է նաև պակաս ունենամ, եթե դուք քաղաքագետների, որոնք որ Ամերիկայի հետ, ամերիկյա թեմայի մեջ ավելի ընդգրկվածություն ունեն, իրենք ձեզ կասեն, որ օրինակ մեր դեսպանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում Մակունցը
որևէ ազդեցիկ կամ որևէ էական հանդիպումներ կամ քննարկումներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում չի կարողանում կազմակերպել, չի կարողանում մասնակցել։ Ինքը, այսպես ասած, պատկերավոր ասած, persona non grata դառել դիվանագիտական առումով այն շրջանակներում, որտեղ որ սովորաբար ինքը պետք է իր գործառույթներ իրականացներ։ Հետևաբար Ամերիկան արդեն ամերիկյան թևում իրենք անելիք չունեն։ Եվրամիության հետ կապված այն ռևերանսները դեպի Եվրամիություն, այդ օրենքի հետ նախագծի քննարկումները, դրա ընդունումը եւ այլն, դրանք ըստ էության համապատասխան բան չառնանացան Եվրոպայի կողմից, որովհետեւ Եվրոպան մեր մեջ ասած ինքը այսօր ունի գլոբալ խնդիրներ իր ներքին վերադասավորումների եւ վերակառուցումների հետ կապված։ Ռուսաստանը արդեն չի ընդունում, այսինքն ձանձրացավ Ռուսաստանը Փաշինյանի այս կամ այն բաներով, այս կամ այն բևեռներում թրիշներ գործելու հետ գալու այդ անverջ այդ բանից եւ չեք բացառում, որ շրջադարձ կկատարի նույն էգզիստենցիալ իր գոյությունը փրկելու համար դեպի Մոսկվա։ Տեսեք, դա փորձը կատարվում է, որովհետեւ եթե նկատել եք BRICS-ի հետ կապված բանի դիտորդի կարգավիճակի հետ կապված Արարատ Միրզոյանի այդ խոսքերը Հնդկաստանում այսօր ռևերանսները դեպի Ռուսաստան, այսինքն դեռ տնտղում են արդյոք Ռուսաստանը հետ կընդունի անառողորդուն։ Այսպիսի մի հետաքրքիր ռևերանսային բաներ են տեղի ունենում։ Կարծում եմ, որ Ռուսաստանը արդեն չունի հետաքրքրություն այսօրվա իշխանությունների հետ եւ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին իրենք եւս քաղաքական առումով դուրս են գրել։ Հետեւաբար մնում է Թուրքիան։ Տարածաշրջանում մնում է Թուրքիան եւ պետք է չմոռանանք նաեւ Մեծ Բրիտանիային, որտեղ Մեծ Բրիտանիան ինքը հավաքական Եվրոպայի մի փոքր Brexit-ի շնորհիվ կամ դրա պատճառով, դեռ դա քննարկման բան է, ժամանակին իրենց Եվրոպայից հետ հանեցին, որպեսզի չկորցնեն իրենց ինքնատիպությունն ու ընդհանրապես աշխարհակաղակական առումով իրենց թելադրողի կամ բևեռ կամ աշխարհակաղակական կենտրոն ներկայանալու իրենց իմպերիական ձգտումները, որոնք եղել են հարյուրամյակներ։ Բրիտանիան եւս ունի որոշակի բաներ։ Հետևաբար կարծում եմ, որ նաեւ լրատվությունում, եթե տեսել եք, Նիկոլ Փաշինյան նաեւ իր էմիսարներին կարծես թե ուղարկել է Մեծ Բրիտանիա որոշակի քննարկումներ ունենալու եւ այլն։ Հետևաբար Մեծ Բրիտանիա, Թուրքիա, այս տանդեմը ըստ Նիկոլ Փաշինյանի, այս տանդեմը իր քաղաքական եւ էգզիստենցիալ առումով իր գոյության երաշխավորներն են լինելու։ Իր ստորակետ նաեւ Հայաստանի, որովհետեւ տեսեք Ադրբեջանը ասում են, որ ամեն րոպե կարող հարձակվի։ Ոչ։ Երբ որ մենք ասում ենք իրեն արդեն առանձնացնում ենք Հայաստանից, որովհետեւ Հայաստանի ճակատագիրը կարծես թե բոլորս հասկացել ենք եւ ունենք կոնսենսուս, որ Հայաստանի ճակատագիրը շատ վաղուց վանից էլ չի հետաքրքրում իրեն եւ իր թիմակիցներին։ Չի վրա կառավարի տրամաբանական հարցը, որ հատվածում կառավարի, ինչը կառավարի։ Ինքը շատ լավ բան ունի, տեսեք։ Արդեն այդ համաճիկային պետության հետ կապված մենք բաները տեսնում ենք։ Այդպիսի սիմպտոմներ տեսնում ենք, որ ըստ էության Հայաստանի Հանրապետությունը վեր է ածվել համաճիկային պետության դե ֆակտո։ Թե դա դե յուրե ինչպեսի ձևակերպում կստանա, դա կախված է նրանից, թե Հայաստանը իր վերջի փամփուշտները կկրակի, միջև վերջ թե չէ։ Դա միջազգային ատյաններից այդ բաները վերցնելն է, Սյունիքի հետ կապված խնդիրը լուծելն է, հետևաբար երեկվա այդ ճեպազրույցը, որ ինքը ունեցավ քաղաքացիական պայմանագիր գրասենյակի առջև, մենք տեսանք, որ բոլոր հարցերին ինքը տվեց պատասխանը, որ պատրաստ է բոլորը այդ ամեն ինչին ինքը պատրաստ է։ Իհարկե ճանապարհը փաթեթավորեց խաղաղության խաչմերուկով եւ այլն։ Դե ամեն դեպքում։ Այս ամեն ինչը ինչ որ մենք ասում ենք, չէ՞, սրանք որոշակի գործընթացներ են, որ իրեն տալիս են որոշակի քաղաքական մանյովրներ իրականացնելու որոշակի հնարավորություն ժամանակային ուղարկում Բաքու Անկարա, որ պատրաստ է։ Հա, որտեվ ինքը պետք է իր անհրաժեշտությունը, այսինքն իր դեռևս սպառված չլինելը որևէ ձևով փաթեթավորի եւ ներկայացնի։ Ովքեր որ հետաքրքրված են, ովքեր են հետաքրքրված, այս պահին Ադրբեջանն ու Թուրքիան են հետաքրքրված, դեռ պոկելիքներ ունեն։ Այսինքն ինքը կարողանում է նաև համոզել եւ Ադրբեջանը ու Թուրքիան էլ նաև համոզված են, որ
յուրաքանչյուր հաջորդը, որը շատ արագ եթե արագ փոխի Փաշինյանին, չի անելու սրա առնվազն մեծ մասը։ Ճիշտ եմ դες հասկանում։ Ցանկացած փոփոխություն, անկախ նրանից ով կգա, այդ փոփոխությունը արդեն վնասակար է այն իրավիճակին, որ ստեղծել են Թուրքիան եւ Ադրբեջան իրենց համար։ Չի լինելու այնպիսի մի իրավիճակ, որը այսօր ունեն իրանք։ Չի լինելու։ Առնվազն կանգնեցնի ինչ-որ բան։ Առնվազն գոնե ժամանակային առումով վերադասավորումներ կատարելու որոշակի հնարավորություն պետքա ստանա նոր իշխանությունը։ Իսկ այսօր ժամանակ ուղղակի Թուրքիան եւ Ադրբեջանը չունեն։ Ինչու՞, որովհետեւ ամբողջ աշխարհում աշխարհաքաղաքական վերադասավորումներ են գնում։ Եվ այս համընդհանուր այս քաոսի մեջ իրենք պետք է շատ արագ փոխեն այն, ինչ հնարավոր է հիմա։ Պահը իրենց համար ամենանպաստավորն է։ Որովհետև եթե արագ չփոկեն, կարող է շատ կարճ ժամանակ հետո օրինակ Թրամփն ու Պուտինը պայմանավորվեն, որ իրենք Ռուսաստանի ազդեցության գոտին է սա դառնալու։ Շտապում է մինչև դա։ Այո։ Քանի դեռ մեծերը իրար հետ պայմանավորվում են աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ավելի գլոբալ խնդիրների շուրջ, չէ՞, ապա դեռ Հայաստանի հետ կապված անորոշությունների պարագայում այսօր երբ որ ասենք Ադրբեջանը նաև փորձ է կատարում Ամերիկայի հետ այս նոր ադմինիստրացիայի հետ, Տրամպյան ադմինիստրացիայի հետ, Իսրայել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրան այս թնջուկի շրջանակներում ինքը ուզում է որոշակի ձևով պայմանավորվածության գա Սյունիքի Միչանսկի հարցը լուծելու, դա փաթեթավորելով որպես որ Ադրբեջանի հյուսիսային սահմանում ունենա որոշակի բաներ, առավելություններ, որը ձեռնտու է Ամերիկային եւ Իսրայելին։ Այս բանակցությունների այս բանի շրջանակներում իրենք շատ հնարավոր է որ ինչ որ մի բան ստեղծեն, գաղափարական պայմանավորվածություն ձեռք բերեն եւ Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ այս քաոսային բանի մեջ դեռևս շարունակվում է, իրենք մուտք գործեն եւ կտրեն Հայաստանը Իրանից։ Հա, այդպես մտնել։ Եվ պարոն, մի բան էլ հայ-ադրբեջանական երեք այդ պայմանագրի լուրերին զուգահեռ Facebook-ում էլի քաղաքագետներ փորձեք նորից վերհանեցին մի շարք ապոկալիպտիկ էլի կետեր, բացի սահմանադրություն եւ հանձնում ադրբեջանցիների վերադարձը ասացին, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան եւ այլն։ Դա ասում դա էլ է կենսունակ թեզը ըստ Փաշինյանը երեք թուրքական լրատվամիջոցներին մի տեսակ ասեց չէ, էլի այդպես չի Արևմտյան Ադրբեջանը ցույց տվեց։ Ինչ է Արևմտյան Հայաստանն էլ ինչ է եւ այլն տեսել եք։ Հիմա ուղակի ժամանակը չէ, ինքն էլ գիտի դա չի ասում դեռ դրա ժամանակը չէ բարձրաձայնելու։ Կա այդ վտանգը։ Գիտեք, ցանկացած թեզ, որը կարող է դրվել, չէ, իր քաղաքական կյանքը ինչ որ ձևով երկարաձգում է։ Հասկանում եք, երբ որ ինքը անելիք չունի, երբ որ ինքը հանրության, լայն հանրության բանը չի վայելում, ինքը ունի իր 11-12%-անոց որոշակի էլեկտորատ եւ այդ էլեկտորատի հետ կապված ինքը գիտի նրանց հետ ինչպես խոսա ու այդ խոսույթը ընդհանրապես կապ չունի աշխարհաքաղաքական զարգացումների հետ եւ ընդհանրապես Հայաստանի գոյութենական վտանգների հետ ինքը պետք է որոշակի օրակարգեր ունենա ու այդ օրակարգերի շուրջ փորձի ցույց տա իր կարևորությունը, որ ինքը դեռ բանակցություններ է վարում։ Տեսեք, հիմա կա պայմանագիր համաձայնեցված, որի շուրջ արդեն պետք է գնա որոշակի քննարկումներ։ Ասում են, չէ, երկկողմ մենք պատրաստվում ենք երկկողմ քննարկումների։ Երկկողմ քննարկումների շրջանակներում աստիճանաբար իջեցվելու են այդ բոլոր լրացուցիչ պահանջները։ Չեմ զարմանա, որ ինչ որ մի պահի էլ օրինակ պահանջ դրվի, որ մենք սահմանադրությունը փոխելու ժամանակ պետք է փոխենք նաև մեր երկրի անվանումը։ Օրինակ, պատկերացրեք, սա մի քիչ պատկերավոր բան անենք, որ ճիշտ կլինի, որ մեր երկիրը կոչվի Արևմտյան Ադրբեջան։ Օրինակ, տեսեք, հիմա մենք խոսում ենք, բայց դրա մեջ մենք այդ աբսուրդությունը այդ առաջարկի, չէ, այնպես չի, որ ինքը 100%-անոց աբսուրդ է։ Որովհետև այն թեզերը, որ իջեցվել են ու այդ բոլոր պահանջները, որ աստիճանաբար կատարվում են, այդ պահանջն էլ է դառնում առնվազն քննարկման բան։ Դա 7 տարի առաջ առնվազն աբսուրդ թվար նախագահների օրինակ քննարկում, ասենք թե չէ։ Այն ժամանակ էլ դա աբսուրդ թվար, հասկացա։ Հետևաբար տեսեք, ինձ ավելի շատ ոչ թե հետաքրքրում է թե ինչի է պատրաստ Փաշինյանը, մեր մեջ ասած ընդհանրապես ինչ չի էլ հետաքրքրում ինքը ինչի է պատրաստ։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է մենք ինչքան ենք պատրաստ ձգենք ու այսպես ասած
այս ամեն ինչը ռուսերեն ծիրպեց բառն է, էլի ինքը համբերը, մեր համբերության աստիճան, այդ հանդուրժողականության աստիճանը մեր ինչքան է։ Ինձ ավելի շատ սա է հետաքրքրում։ Եկեք դրանով էլ ավարտենք, հա, ներքաղաքական դաշտում իհարկե ես սկզբունքորեն իմ հաղորդումներում չեմ մտնում դրա մեջ, անկեղծ ասեմ, բախումներ ես, հա, երկրորդ նախագահ թեման, անպտուղ եմ դա համարում, բանավեճ այդ փոխհրաձգությունը ոչ միտեղ չտանող ոչ մի բան է իմ կարծիքով։ Ով է բերել Փաշինյանին եւ այլն։ Հիմա նշվում ավելի կարևոր հարցի պատասխան գտնենք։ Նշվում է պատասխանը թե ով է տանելու, մի քիչ պարզ ժողովրդական եմ ասում ես ամեն ինչը։ Գելլափի վերջին հարցումներն էլ տեսել եք, դրանք հաշվի առնելով կամ չառնելով, այդ ձեր ձգերու շարունակությունը։ Այդ տեսնում եք այդ խմորումները Facebook-ից դուրս գալու խմորումները։ Տեսնում ա։ Կարճ է այդ պատասխանը։ Տանելու են դուք եւ ես, մենք։ Այդքան բան։ Սպասենք ինչ-որ մեկին։ Իհարկե, իհարկե։ Ամեն մեկս մեր անելիքը պետքա անենք։ Ու ոչ թե այնպես որ ամեն մեկս սուսուփուզ գլուխներս կախ մեր անելիքն անենք, լավ կլինի, չէ։ Ամեն մեկս պետքա վեր կենանք ու մեր բողոքի ճիճը ազդարարենք։ Մեկը քաղաքական հայտ ներկայացնելով, մեկը տեղեկատվական առումով իր անհանդուրժողականությունը ցուցադրելով, կորպորատիվ քաղաքացու կերպար քարոզելով, ես ձեզ եմ արդեն ասում էլի, այսինքն մենք պետք է ոտքի կանգնենք։ Այդքան բան։ Մի փոքր որ լայնացնենք, բայ այդ առաջնորդող ուժերը, գործող ընդդիմություն եւ այլն, հիմա իրենք ձեր կարծիքով ինչու են զբաղված դրանով, այլ ոչ թե երկրորդով հաշվառով նաեւ երեկվա այդ ամբողջ զարգացումները։ Մենք այսօր երկուսով շատ կարևոր բանի մասին խոսեցինք, մի հատ բացահայտում արեցինք երկուսով։ Ես կուզեմ, որ այն ցուցակի գլխավորողները մտածեն այդ ցուցակի մասին։ Այն ցուցակը, որի մասին խոսեցինք մենք այսօր։ Այդ ցուցակի գլխավորողները թող մտածեն։ Ու ոչ թե բախումները լինի իրենց թիմակիցների իրար միջև, այլ իրենք եթե ուզում են իրենց էգզիստենցիալ հարցը լուծեն, տեսնենք, փորձություն է իրենց համար։ Այդ քննությունը կբռնեն թե չէ։ Դրանով նաև երկրինը կլուծեն այս բaragavի տարբերություն Փաշինյանի։ Իհարկե։ Տեսեք, այստեղ նաև վերաբերմունքների պետքա վերաիմաստավորում լինի։ Այդ ցուցակը շատ կարևոր բան է։ Այդ ցուցակը պետքա քննարկվի, դա ինչ ցուցակ է։ Դա ըստ էության այն մեր Արցախի ռազմաքաղաքական իշխանությունը, որ այսօր դատարաններում է, չէ, դատարանի դահլիճում է, ու մենք ասում ենք, որ իրենք ըստ էության դատում են հայ ժողովրդին ոչ թե, չէ, հիմա իրենք երկրորդ քայլն են անելու։ Արդեն հայ ժողովրդին պետքա նսեմացնեն։ Նսեմացնելու են այդ ցուցակում հայտնված անձանց արտահանձնելու պահանջ դնելով։ Հիմա այդ ցուցակում հայտնված մարդիկ առնվազն պետքա իրանց գոյութենական խնդիրը անձնական այդ շահագրգռությունից ելնելով նաև որոշակի քայլեր անեն իրար մերձենալու եւ համախմբելու բոլորին։ Թող անեն, չեն անի, մենք կանենք։ Համախմբման այն բաները կանեն այն մարդիկ, ովքեր որ տեսնում են ամեն ինչը համախմբվելու եւ ոտքի կանգնելու մեջ։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր պետք նախկին նախագահ Դավիթ Անանյանն էր, Կիզակետի թողարկումներով շատ են տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։